Մեր խիղճը մաքուր է մեր ժողովրդի առաջ, մենք առաջին օրից հայտարարել ենք, որ համագործակցության կողմնակից ենք եւ ամեն ինչ արել ենք, որպեսզի կրկնենք Եվրաքվեի հաջողությունը։ Ամեն ինչ արել ենք, թե Եվրաքվեի ժամանակ նյութապես մասնակցել ենք, որպեսզի այդ ստորագրահավաքը կարողանանք իրականություն դարձնել եւ դրոշակակիրն ենք եղել այդ նախաձեռնության եւ փորձ ենք արել, այո, որպեսզի տեղական ընտրությունների մակարդակում կարողանանք արդյունավորել, կապիտալիզացնել ձեռքբերումը Եվրաքվեի, բայց դա ամենևին չէր նշանակում, որ համապետական այս ընտրություններում մենք իրական հաջողության հասնելու պակաս շանսեր ունենք։ Մեզ տրվում էին հարցումներ, փակ եւ բաց, այդ թվում նաեւ մեր միջազգային գործընկերների կողմից, որ շատ մեծ է հաջողության հասնելու, միասնաբար հաջողության հասնելու հնարավորությունը։ Բայց մեր գործընկերները այդպես որոշեցին, Տիգրան Խզմալյանի հետ կար կոնցեպտուալ եւ սկզբունքային անհամաձայնություն եւ այդ խզումը սկսվեց օգոստոսի 8-ի համաձայնությունների շուրջ մեր տարընթերցումների, այսպես արդյունքում իրենք կամ եվրոպական կուսակցությունը բոլորովին այլ կերպ սկսեց ընկալել, մենք այլ ճանապարհով գնացինք։ Արամ Սարգսյանի հանրապետության հետ տարբերություն չենք ունեցել այդ ընկալումների մասով, բայց իրենք առնվազն պիտի խոստովանեմ եւ բացահայտում անեմ անցյալ տարի մայիս ամսին Արամ Սարգսյանը իմ կաբինետում ասում էր, որ կասկած չկա, որ մենք միասին պիտի գնանք։ Դրանից հետո ես իրեն անձնապես այլևս չեմ հանդիպել, լսել եմ ուղղակի իր հարցազրույցները, հասկացել եմ, որ ինքը այդ գոնե որոշումից տարբերվող այլևս որոշում է կայացվել իր կուսակցության ներսում եւ իրենք որոշել են առանձին գնալ։